Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով Գերմանիա է մեկնել այցի օրակարգի մասին ռազմական գերատեսչությունը ոչինչ չի հաղորդում։ Մինչ այս Պապիկյանը Հունաստանում էր։ Հնդկաստանը հուլիսին Ակաշ զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը կուղարկի Հայաստան։ Ակաշի առաջին մարտկոց Հայաստան է ուղարկվել 2024 թվականի վերջին, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ Ակաշ համակարգը երկիր օդ դասի հրթիռ է, կարող է օդային թիրախները խոցել մինչև 25 կիլոմետր շարավով։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ 15 զենիթահրթիռային համալիրների գնումը Երևանին $720 միլիոն է արժեցել։ Նախորդային ուժեղ քամիները վնասներ են հասցրել Երևանում ու մի շարք մարզերում փրկարար ծառայության հաղորդմամբ մասնավորապես քամու հետևանքով տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ են վնասվել, ծառեր են տապալվել, վնասելով ավտոմեքենաներ։ Ուժեղ քամու հետևանքով ընդհանուր առմամբ 57 արտակարգ պատահար է գրանցվել։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ՊԿԿ-ն հայտարարել է լուծարման մասին, նշանավորելով թուրքական պետության դեմ 4 տասնամյակ տևած զինված ապստամբության ավարտը։ Որոշումը կայացվել է մայիսի 5-ից 7 կուսակցության համագումարից հետո։ Մինչ այդ փետրվարի 27-ին լուծարվելու եւ զենքերը վայր դնելու կոչով հանդես էր եկել ՊԿԿ-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլն արդյունավետ էր։ Երկու կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները։ Նա քննարկումները որակել է կոշտ եւ անկեղծ, միաժամանակ շատ օգտակար։ Արաղչին հավելել է, երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել հետագա բանակցությունները։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային համաձայնագրի շուրջ անուղղակի բանակցությունները մեկնարկել են ապրիլի սկզբին։ Հնդկաստանի եւ Պակիստանի ռազմական գերատեսչությունների պաշտոնյաներն այսօր կքննարկեն հետագա քայլերը երկու միջուկային պետությունների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Հաղորդում է, որ հրադադարը պահպանվում է, գիշերը պայթյունների կամ գնդակոծությունների մասին չի հաղորդվել։ 4 օր տևած ինտենսիվ մարտերից հետո մայիսի 10-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում երեխաներ։ Պակիստանն էլ հաղորդում է 31 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Պաղեստինյան Համաս շարժումը խոստացել է ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված Միացյալ Նահանգների եւ Իսրայելի 21-ամյա քաղաքացի Իդան Ալեքսանդրին։ Համասը նաեւ պատրաստակամություն է հայտնել համաձայնագիր կնքել բոլոր պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ Ըստ ամերիկյան աղբյուրների Ալեքսանդրի փոխանցումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա այսօր մայիսի 12-ին։ Այս քայլը տեղի է ունենում Իսրայելի հետ հրադադարի հասնելու ջանքերի շրջանակում եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթ մերձավոր արևելք կատարելիք այցից առաջ։